Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Դպրոցը այժմ սպասում է գույքի մատակարարմանը։ Հիշեցնենք, նախորդ տարվանից Շիրակի մարզում մեկնարկել էին դպրոցների հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ։ Իշնորհիվ 300 դպրոցին կառուցման գապարդես ծրագրի աննախադեպ ծավալի շինարարությունը իրականացվել։ Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում վերջին անգամ հիմնանորոգում եղել էր 2004 թվականին, եւ այս ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները աննախադեպ են թե ծավալով, թե որակով։ Մեր աշակերտները, մեր երեխաները արժանի էին նման երազանքների դպրոց ունենալու։ Դպրոցի շինարարությունը լիարժեք ավարտված է, բարձր որակի շինարարություն է իրականացված։ Մոտ օրերին նոր գույքն ստանալ տեղադրելուց հետո դասապարտեզ արդեն կիրականացնենք իրոք մեր երեխաների երազանքների դպրոցում։ Դպրոցի հիմնանորոգման համար հատկացվել է 383 միլիոն 400 հազար դրամ։ Այս պահին դպրոցն ունի 385 աշակերտ։ Կրթական բարեփոխումների արդյունքները տեսանելի են նաև Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում։ Կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի մեջ ընդգրկված լինելն իսկապես պատիվ էր մեր 41 դպրոցի համար։ Մենք ունենալու ենք գերժամանակակից, գերհզոր եւ հագեցած գույքով դպրոց։ Այստեղ եւս շինարարական աշխատանքները ավարտին են մոտենում, շուտով ենթակառուցվածքն ամբողջությամբ կշահագործվի։ Չեմ կարող թաքցնել, իսկապես միջավայրը մեծ կարևոր ներդրում ունի եւ աշակերտների համար, եւ ծնողների համար, եւ ինչու ոչ նաեւ աշխատակազմի համար։ Շիրակի մարզպետ Դավիթ Արոշանյանը նշում է, որ շինարարության մեծ ծավալներն ու եղանակային պայմանները որոշակի դժվարություններ են առաջացրել, սակայն այսօր արդեն մարզում հասել են այն փուլին, երբ դպրոցները հեշտով շահագործման են հանձնվում։ Մենք 1-2 ամսվա ընթացքում որ ամբողջությամբ դպրոցները արդեն ավարտած լինենք ու ամեն օր մի դպրոց շահագործման է հանձնվում կամ շաբաթը մի դպրոց, 2 դպրոց շահագործման է հանձնվում, հասել ենք այդ փուլին, էլի արդեն դպրոցներ ունենք, որտեղ ուղղակի մաքրման աշխատանքներ են տեղի ունենում, հասկանում եք 2-3 հազար քառակուսի դպրոցը ու այդ ծավալի շինարարությունից հետո ժամանակ էլ դա է տևելու։ Թեև առկա են եղել որոշ թերություններ, որոնք ենթակառուցվածքային լուրջ խնդիրներ չեն հանդիսացել, այնուամենայնիվ մարզպետը շեշտում է, որ դրանք եւս անընդունելի են եւ շինարարներին հանձնարարել են արագ վերացնել բոլոր բացթողումները։ Ներգել են գույնը լավ չի, ոչ թե գույնը լավ չի ստացվել, այլ բադի վրա հետքեր են երևում կամ մանր բաներ են, որպես այդպեսին իրանք շինարարական լուրջ թերություններ չեն պատուհանների կամ բանի, որ ամբողջը նորից քանդելու են կառուցենք, բայց եթե մենք դպրոց ենք կառուցում, ուրեմն այդ մանր բաները եւս պիտի չլինեն։ Շիրակի մարզի մի շարք դպրոցներում իրականացված հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, էապես փոխելով կրթական միջավայրը եւ ստեղծելով ժամանակակից պայմաններ աշակերտների եւ մանկավարժների համար։ Դասարանները կահավորված են, ամեն հնարավորությունները կա եւ պարզապես չաշխատել այստեղ հնարավոր չէ։ Գալ դպրոց եւ պարզապես գալ-գնալ չես կարող։ Նշենք, որ Շիրակի մարզում ներկայումս ընթացքի մեջ են 14 դպրոցների նոր կառուցման աշխատանքներ ընդհանուր 23 միլիարդ 512 միլիոն 376 հազար դրամ արժեքով։ Միաժամանակ վերանորոգվում են 29 դպրոցներ եւ մեկ մարզադահլիճ շուրջ 7 միլիարդ 700 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ Գյումրիում վերանորոգվող եւ հիմնանորոգվող դպրոցների թիվը հասնում է 15-ի։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Վլադիմիր Եվտուշենկովին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն մասնավոր հատված փոխգործակցության շուրջ։ «2025 թվականին ԿԳՄՍ նախարարության առաջնահերթ անելիքներն իրականացվել են թվայնացման, մշակույթի տնտեսականացման, գիտության մրցունակության եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Թվայնացումը կարևոր գործիք է դպրոցների կառավարման բարեփոխման համար, ինչը հնարավորություն է տալիս հավաքագրել լիարժեք հավաստի տեղեկատվություն կրթական այդ կառույցների գործունեության մասին։ 2025 թվականին թվայնացվել է մանկապարտեզից դպրոց անցումը, լավարկվել դպրոցի ընդունելության էլեկտրոնային գործընթացը։ Ասում ենք անձի կրթական ճանապարհի հետագծելիություն, ուրեմն առաջին վայրկյանից այդ հետագծելիությունը պետք է տեղի ունենա։ Եթե այդ հետագծելիությունը սկսում է 6 ամսից հետո, այդ հետագծելիություն չի, որովհետև այդ 6 ամսում կարա տվյալը ուղղակի էլի գնա գեներացվի ինչ-որ միտեղ կուտակվի, որ բանը լինի։ Այսինքն դա կապել բանի հետ, ֆինանսավորման հետ,
եւ դա կապել առողջության ապահովագրության հետ, որովհետեւ այսինքն այդ է համակարգը, որ կբացառի, որ որևէ երեխա մեր տեսադաշտից դուրս բնա։ 300 դպրոց 500 մանկապարտեզ մեծածավալ ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցում եւ 490 նախակրթական հաստատությունում, մինչեւ այժմ շահագործման է հանձնվել ավելի քան 100 դպրոց եւ շուրջ 280 մանկապարտեզու նախակրթարան։ 2025-ի տարեվերջի դրությամբ հանրապետության դպրոցների զգալի մասը ապահովված է բնագիտական առարկաների ժամանակակից լաբորատորիաներով։ Անցած տարի շարունակվել է հանրակրթության ֆինանսավորման էական աճը, միայն դպրոցների պահպանման ծախսերին հատկացվել է շուրջ 128.8 միլիարդ դրամ, ինչը 2018 թվականի նկատմամբ ավել է շուրջ 56.9%-ով։ Խնդիրը հետևյալն է, որ մենք ուզում ենք, որ այդ դպրոցի դուռը փակելու տրամաբանությունից ձեռնազատվի։ Պետք է այդ տարածքները օգտագործվեն առաջին հերթին կրթական նպատակներով, ով ասել, որ երեկոյան ժամը 21-ին չի կարա դպրոցում ինչ որ միջոցառում լինի, մարդիկ հավաքվեն, քննարկեն, խոսան ամենատարբեր հարցեր։ Անցած տարի շարունակվել է կամավոր ատեստավորման գործընթացը, 2025-ի դրությամբ կամավոր ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել է 9602 անձ, ուսուցիչների շուրջ 31%-ը կամ ամեն երրորդ ուսուցիչը։ Բազմաթիվ ուսուցիչներ այսօր ավելի բարձր աշխատավարձ են ստանում, 300,000-ից 400,000 դրամ աշխատավարձ է ստանում 2952 ուսուցիչ, 400,000 դրամից 500,000 դրամ 1362 ուսուցիչ, 500,000 դրամից 600,000 դրամ 220 ուսուցիչ, 600,000 դրամից 700,000 դրամ աշխատավարձ է ստանում 70 ուսուցիչ, կա նաև 700,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող 13 ուսուցիչ։ Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման հիմնական հարթակը ակադեմիական քաղաք մեգածրագիրն է։ Ակադեմիական քաղաքի տարածքում մեկնարկել են հնագույն բնակատեղիի եւ դամբարանադաշտերի պեղումները, որոնց առաջին արդյունքները վկայում են, որ ակադեմիական քաղաքում կարող է ձևավորվել նաեւ պատմամշակութային ժառանգության եզակի միջավայր։ Նախորդ տարի հատուկ ուշադրություն է դարձվել մշակույթի տնտեսականացմանը, ինչը միտված է մշակութային կազմակերպությունների սեփական եկամուտների աճին։ Ընդհանուր առմամբ անցած տարի 2022-ի հետ համեմատ թատրոնների սեփական եկամուտներն աճել են 1.75 միլիարդ դրամով կամ 1.5 անգամ, համերգային կազմակերպություններին 745 միլիոն դրամով կամ 1.5 անգամ, թանգարանների սեփական եկամուտներն աճել են 859 միլիոն դրամով կամ 112%-ով։ Մեր թանգարանների տնտեսականացման տրամաբանությունը եթե մենք ուժեղացնենք, ինձ թվում է մենք պետք է կենտրոնանանք հենց դրա վրա։ Հիմա օրինակ, որ երբ որ մենք Բերդի պատկերասրահի տնօրենին հարցնենք, ինչն է ձեր, դուք ինչ եք անում, ինչով եք զբաղված, որն է ձեր աշխատանքի էությունը, ասենք ինչ կպատասխանի, հետաքրքիր է, կուզեմ իմանալ։ Իսկ իր ճիշտ պատասխանն է, որ ինքը նկար է վաճառում։ Որովհետև նկարը վաճառում, ընեն չի վաճառում, որ մարդը վերցնի տանի իր տանը կախի, վաճառում է այդ նկարը, որ մարդը գա տեսնի եւ դրա համար վճարի։ Այն մեր թանգարանները օրինակ այդ ցնկալումը չունեն, իրանց որ հասնես կասեն ամեն ինչ բացի դրանից։ Այսինքն նկարը վաճառում, ցուցանմուշ է վաճառում։ Այսինքն մեր բոլոր հաստատությունների եւ ղեկավարները եւ աշխատողները պետք է իմանան, որ իրանք վաճառքով են զբաղված։ Իրանք զբաղված են նկարի, ցուցանմուշի, գեղագիտության վաճառքով, ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ 2025-ին ստեղծվել են նախադրյալներ նաև սպորտի տնտեսականացման ուղղությամբ, որոնք կշարունակվեն նաև այս տարի։ Իրականացվել են միջազգային չափանիշներին համապատասխանող տիպային մարզահամալիրների նախագծման աշխատանքներ, ընդլայնվել է 2 տարի առաջ մեկնարկած մասնավոր լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների պետական ֆինանսավորման ծրագիրը։ Պետությունը տարվա ընթացքում աջակցել է նաև մասնավորի մարզական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։ Մեր ռազմավարական խնդիրը պետք է առնի այն, որ սպորտով զբաղվող երեխեքի թիվը համարյա պետք է նույնական լինի դպրոց հաճախող երեխեքի թվին։ Մենք ռազմավարական խնդիր պետք է դնենք, որ բոլոր երեխաները պետք է ընդգրկված լինեն արտադպրոցական կրթության որևէ բան։ Նախարարությանը հաջողվել է ցուցանիշը բարելավել նաև նախադպրոցական կրթության ոլորտում։ 2025 թվականին 3-ից 5 տարեկանների 81%-ը հաճախել է նախակրթարան կամ մանկապարտեզ։ Անցած տարվա դրությամբ Հայաստանի բոլոր մարզերում եւ Երևանում կա լիցենզավորված նախադպրոցական մասնավոր 249 հաստատություն, որտեղ հաճախում է շուրջ 10800 երեխա։
Երևանի զինկոմիսարիատներից մեկում Եռուզեռ է։ Վերստոգվում է զորակոչիկների անձնական գործերի համալրվածությունը, անցկացվում է վերջին բուժզնումը։ Զորակոչի նախապատրաստական աշխատանքները 100 պատշաճի կազմակերպված են, ամեն ինչ բնականon կատարվում է, զորակոչիկները ներկայանում են բարձր տրամադրությամբ, աշխատանքները կատարվում են բարձր մակարդակի։ Զինվորական կոմիսարն ու բժշկական հանձնաժողովի անդամները հավաստիացնում են, զորակոչի ենթակա տղաները անցել են անհրաժեշտ բոլոր բուժ հետազոտությունները։ Ուղեկրվել են որոշակի խնդիրներ ունեցող զորակոչիկները եւ համապատասխան արդյունքներից ելնելով տեղեկացվել են զորակոչվելու մասին։ Զավակներին բանակ ճանապարհող ծնողների շրջանում մեծ ոգևորություն էր առաջացրել այն հանգամանքը, որ նախկին երկամյա զինծառայության փոխարեն իրենց որդիներն այսուհետ կծառայեն 18 ամիս։ Երբ որ դուրս եկավ հրամանը, այդ ժամանակ իմացանք, որ արդեն տարի ու կես է դարձել ու շատ ուրախացանք։ Իրոք ոգևորելի էր։ Կարող է շատերի համար թվա այդ 6 ամիսը ոչինչ է, բայց ծնողի համար բավականին շատ մեծ օրեր ու ամիսներ, անգամ ժամեր են։ Ինձ թվում է մեզ համար րոպեներն էլ է հաշված։ Շատ լավ է, շատ ուրախ եմ, որ տարի ու կեսա 6 ամիս կրճատվել է։ Շատ ուրախ եմ, որ շուտ ենք տեսնելու մեր զավակին, քանի որ եկնի զավակն ունեմ։ Ներսում աշխատանքային Եռուզեռ է, դրսում ծնողական հուզմունքն ու բարեմաղթանքները։ Բոլորը շտապում են զավակներին փոխանցել իրենց պատգամներն ու հորդորները։ Թող աշխարհին խաղաղություն լինի, ուրախ գնան, ուրախ վերադառնան։ Ցանկանում եմ բարի ծառայություն բոլոր զինակոչիկներին, հանձինս իմ թուրան հետ միասին, բոլորին բարի ծառայություն, բարի վերադարձ լինի։ Մեր Զարմիկին ենք ճանապարհում, Էդգարին, շատ ուրախ ենք, շատ հպարտ ենք, մեծ սիրով կճանապարհենք, մեծ սիրով էլ դիմավորենք։ Մինչ ծնողներից ոմանք առաջին անգամ էին ապրում զավակին բանակ ճանապարհելու հպարտությունը, Տիկին Տիգրանուհին, որի ավագ որդին այս պահին էլ գտնվում է զինծառայության մեջ, բանակ էր ճանապարհում կրտսեր զավակին։ Երկրորդն է, առաջինը արդեն տարուկեսա ծառայում է, շատ գոհ ենք, լավ է, փառքասու, ամեն ինչ նորմալ է։ Զորակոչիկների ծնողներն ասում են, տեղյակ են բանակում արձանագրված բարեփոխումների, հատկապես սննդի որակի բարելավման մասին։ Շատ կան ծառայող տղաներ, որ հարցերին երեխեքներ շատ գոհ են։ Լսել եմ, որ բավականին նորմալ է սնունդն էլ, փոփոխություններ շատ կան, մանավանդ սննդի առումով։ Հացն ամեն ինչն է լավ է, շատ երեխեք ծառայում են, շատ գոհ են։ Այդ օրը բանակի շարքերն էր համալրում նաև գոռը։ Շատ լավ սերտով են գնում, տրամադրությունը շատ լավ է։ Պաշտպանության նախարարության համապատասխան ծրագրի շրջանակում մեքենավարման դասընթացներ անցած եւ բանակի շարքերը իբրև վարորդ համալրող զորակոչիկն ասում է, բոլորի սպարտն է կյանքի մի փոքր ժամանակատվածը նվիրել երկրի եւ հարազատների պաշտպանությանը, յուրացնել հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն ու փոխարինել 2 տարի շարունակ այդ առաքելությունը պատվով իրականացրած ավագ ծառայեկիցներին։ Մեկս մյուսին փոխարինելով պետքա գնանք, որ մենք ստեղ հանգիստ ապրում ենք, իրանց շնորհիվ է։ Մենք է պետքա գնանք, որի հանգիստ լինեն այստեղ։ Շուտով մոտեցավ հրաժեշտի պահը։ Տղաները մեկ առ մեկ հրաժեշտ են տալիս հարազատներին եւ տեղավորվում ավտոբուսներում։ Եվս մի ակնթարթ ու համընդհանուր ծափողջունների ներքո զորակոչիկները մեկնում են հանրապետական հավաքակայան։ Այժմ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու իրենց հերթն է։ Այս տարի հունվարի 19-ին լրացավ Հրանտ ինքի սպանության 19-րդ տարելիցը։ Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Ակոս շաբաթաթերթին նախկին խմբագրատան առջև արդարության պահանջով։ Մարդկանց հոսքը դինքի սպանության վայր շարունակվեց չնայած վատ եղանակային պայմաններին։ Սեբադ շենքի վրա դինքի դիմանկարներ, ճշմարտության հետքերով, արդարության ետևից խոսքերով։ Պաստառի վրա նաև հիշատակվում էր, որ Ակոս շաբաթաթերթն արդեն 30 տարեկան է։ Պատահական չէր, որ հիշատակի արարողությանն այս տարի ելույթով հանդես եկավ Լեդա Özbere, ով շաբաթաթերթի հիմնադրման օրվանից ի վեր Ակոսի աշխատակից է։ Özbere պատմեց Ակոսի պատմության, աշխատանքների, դինքի կենթանության օրոք այնտեղ տիրող մթնոլորտի մասին։ Շեշտեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեման դինքի համար միշտ կարևոր նշանակություն է ունեցել։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին լուրերը պարոն Հրանտի համար առաջնահերթություն էին։ Նա անխոնջ աշխատում էր սահմանի բացման համար, գրում էր հոդվածներ, էսսեներ։ Ամենամեծ ցանկությունն էր, որ սահմանը բացվի, որ թուրք եւ հայ ժողովուրդները շփվեն։ Նա երազում էր սահմանի բացման օրը գրող Մեհմեդ Ուզունի հետ ավանդական ժողովրդական պար հալայ պարել, բայց դա տեղի չունեցավ։
Արարողությունը վարող Բյուլենթ Հայդենը, ով Հրանտի ընկերներ նախաձեռնության ներկայացուցիչն է, հիշատակեց բանտարկության մեջ գտնվող մի շարք գործիչների, այդ թվում հայ մշակույթի պահպանման հարցում նախագծեր իրականացնող Անադոլու քյուլթուրի հիմնադիր Օսման Քավալային, Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Շահանին, որը տարիներ շարունակ մեծապես օժանդակել է հիշատակի արարողության կազմակերպմանը։ Այս տարի եւս հավաքվածները վանկարկում էին «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» եւ «Արդարություն Հրանտի համար» կարգախոսները։ Վերջին տարիներին հունվարի 18-ին եւ 19-ին Ակոսի նախկին խմբագրատան շենքի վրա արտացոլվում են տարբեր արվեստի աշխատանքներ։ Այս տարվա աշխատանքի հեղինակն էր ծաղրանկարիչ Օհանը, նույն ինքը Օհանես Շաշկալը։ Աշխատանքի համար հիմք է ծառայել Դինքի ոգևորությունն ու քաջությունը եւ այն, որ նա հաճախ խոսում եւ գործում էր սրտից, որն էլ մեծ հետք էր թողնում լայն հանրության վրա։ Դինքին դեռ դպրոցական տարիներից ծանոթ Շաշկալն այս խոսքերով է նկարագրում նրա ժառանգությունը։ Ցեղասպանության նման հարցերում նա մարդկանց վերաբերմունքը փոխեց։ Նա շատ բաներ փոխեց Թուրքիայում։ Նաև սա էր նրա սպանության պատճառը։ Մարդկանց վրա խորապես ազդում էր ոչ միայն այն, թե ինչ էր պատմում, այլև պատմելու ձևը։ Մեզ համար հիմա կարևորը նրա ժառանգությունը շարունակելն է, ազատության, արդարության եւ հավասարության համար նրա պայքարը շարունակելը։ Մենք պետք է ջանքեր ներդնենք այդ ուղղությամբ։ Միջոցառման վերջում առաջին անգամ հիշատակի արարողության շրջանակներում հնչեց Հյուսնու Արքանի եւ Ջեյլան Էրթեմի Աղբարի կերքը, որը նվիրված է Դինքի հիշատակին։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով միայն Կիևում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 1 միլիոնից ավելի մարդ։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի ջրամատակարարման եւ ջեռուցման անջատումների պատճառով Կիևը հումանիտար աղետի շեմին է։ Նրա խոսքով 600,000 մարդ լքել է մայրաքաղաքը։ Իրավիճակն ավելի է բարդացնում ծայրահեղ ցուրտ եղանակը։ Ռուսաստանի ՊՆՆ-ն հայտնում է, որ գիշերը հոբ համակարգը խոցել է ուկրաինական 75 ԱԹՍ։ Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Օրիոլի, Ռոստովի, Աստրախանի եւ այլ մարզեր։ Տեղեկություններ կան, որ Ադիգեայում վիրավորվել է 11 մարդ, այդ թվում 2 երեխա։ Ըստ տեղական իշխանության բնակելի կառույցներում հրդեհներ են բռնկվել, վնասվել են մեքենաներ։ Օրիոլի շրջանում էլ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ, էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման խափանումներ են եղել։ Դավոսում միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հատուկ ներկայացուցիչները Կիրիլ Դմիտրիևը, Սթիվեն Ուիտկոֆը եւ Ջարեդ Քուշները։ Բանակցությունները տևել են ավելի քան 2 ժամ փակ ձևաչափով։ Հանդիպումից հետո Ուիտկոֆը դրական է որակել բանակցությունները, Դմիտրիևն էլ դրանք անվանել է կառուցողական։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում, որ Մոսկվայի դիրքորոշումը ճիշտ էր, հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։ Կողմերը չեն բացահայտել հանդիպման օրակարգը, սակայն ենթադրվում է, որ քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարը եւ խաղաղության ամերիկյան ծրագիրը։ Ուկրաինայում իրավիճակին է անդրադարձել Դոնալդ Թրամփը, նա մտահոգություն է հայտնել, որ պատերազմը չի հաջողվում դադարեցնել։ Երբ Ռուսաստանը պատրաստ է, Ուկրաինան պատրաստ չէ, երբ Ուկրաինան է պատրաստ չէ Ռուսաստանը, իսկ նրանք ամսական 25,000 մարդ են կորցնում, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ լավ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, այլ մանրամասներ ԱՄՆ նախագահը չի հայտնել։ Ըստ թուրքական կողմի հաղորդագրության Էրդողանը եւ Թրամփը քննարկել են Սիրիայում եւ Գազայի հատվածում զարգացումները։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Արաբական Հանրապետության միասնությունն ու տարածքային ամբողջականությունը կարևոր են Անկարայի համար։ Օրակարգում է եղել նաեւ Իսլամական պետությունը ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը։ Էրդողանը կարևորել է Գազայի հատվածում խաղաղությունը, շնորհակալություն հայտնել Թրամփին իրեն խաղաղության խորհրդի կազմ հրավիրելու համար։ Սիրիայում իրավիճակին, մասնավորապես քրդերի հարցին, Դոնալդ Թրամփն անդրադարձել է նաև Սպիտակ տանը մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ սիրում է քրդերին, իսկ ամերիկյան կողմը նրան շատ է օգնել։ Մենք փորձում ենք պաշտպանել նրան, Սիրիայի նախագահ Աշշարանել է շատ աշխատում, հավելել է Թրամփը։ Հունվարի 20-ի երեկոյան Իսպանիայում կրկին երկաթուղային վթար է եղել։ Կատալոնիայում Բարսելոնայից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա ռելսերից դուրս է եկել գնացքներից մեկը։ Իսպանական ԶԼՄ-ների տվյալով գնացքը բախվել է հենապատին, որը փլուզվել էր սողանքի պատճառով, որն էլ ըստ երևույթին առաջացել էր վերջին օրերի տեղատարապ անձրևների հետևանքով։ Զոհվել է գնացքավարը, եւս 37 մարդ տուժել է։ Սա վերջին մի քանի օրվա ընթացքում Իսպանիայում արդեն երկրորդ երկաթուղային վթարն է։ Ադամուս քաղաքի մոտակայքում հունվարի 18-ի երեկոյան արագընթաց գնացքը դուրս էր եկել գծերից եւ բախվել հանդիպակաց մեկ այլ գնացքի։ Վթարի հետևանքով զոհվել էր առնվազն 39 մարդ, շուրջ 170-ը վիրավորվել։ Իսպանիայի տրանսպորտի նախարարի խոսքով շատ տարօրինակ է, որ գնացքը գծերից դուրս է եկել երկաթգծի ուղիղ հատվածում, որի վերանորոգման համար մայիսին հատկացվել էր 700 միլիոն եվրո։
քիմիա, կենսաբանություն, հայոց լեզու։ Իրարից այսքան տարբեր 3 առարկաներն էլ Արիանային հետաքրքրում են։ 8-րդ դասարանից սկսած դպրոցականների օլիմպիադաներին մեծ սիրով ու պատասխանատվությամբ է մասնակցում։ Այս օրերին հաղթահարում է մարզային փուլը։ Բոլոր առարկաները սիրով եմ մասնակցում օլիմպիադաներին, բայց կառանձնացնեմ քիմիան։ Օլիմպիադաներին մասնակցում եմ ուժերս փորձելու եւ նոր գիտելիքներ ու փորձառություններ ձեռք բերելու համար։ Այս տարիների ընթացքում ես շատ նոր գիտելիքներ եմ ձեռք բերել օլիմպիադաների միջոցով եւ չեմ պատրաստվում դադարել մասնակցել օլիմպիադաների հաջորդ տարիների ընթացքում։ Հանրապետությունում դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը մեկնարկել է հունվարի 15-ից։ Աշակերտների գիտելիքներն արդեն ստուգվել են ռուսաց լեզու, քիմիա, մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկաներից։ Մասնակիցների խոսքով թեստերը փոքր-ինչ ավելի բարդ են, բայց հաղթահարելի։ Մասնակցում եմ 9-րդ դասարանից գրեթե բոլոր հումանիտար առարկաների օլիմպիադաներին։ Հաջողություններ հիմնականում գրանցում եմ հայոց լեզու առարկայից հիմնականում գրանցում եմ հաջողություններ, ընդ որում միջև հանրապետական փուլ։ Կարծում բարդ եւ հեշտ մակարդակների շատ մեծ տատանումներ է տեղի ունենում տարիների ընթացքում։ Օրինակ ես մարզային եւ հանրապետական օլիմպիադաներին նախապատրաստում եմ նախորդ տարիների թեստերի միջոցով եւ արդեն հենց այն տարին, որ ես եմ մասնակցում, կարծում եմ կարողանում եմ հաղթահարել բարդությունները։ Օլիմպիադաների մարզային փուլին Սյունիքից այս տարի մասնակցում է 636 աշակերտ։ Ամենաշատ գրանցվածները մաթեմատիկա առարկայից էին 141 հոգի, որից 78-ը 5-ից 6-րդ դասարանների սովորողներ։ Եղանակային պայմանների պատճառով երկու օլիմպիադաները, մաթեմատիկա եւ հայոց լեզվի մարզային փուլերը կազմակերպել ենք տեղում, հիմնականում Մեղրի, Սիսիան եւ Գորիս, 3 դպրոցներում պատասխանատու տնօրենների նշանակվել են որպես հանձնաժողովի ղեկավարներ կամ նախագահներ եւ իրականացրել ենք ձևաթղթերը արդեն իսկ հասնում են կապան եւ հույսով եմ, որ մնացած օլիմպիադաները արդեն մարզային փուլերը կազմակերպեն կապանում։ Ես չեմ կարծում, որ կլինեն աշակերտներ, որոնք ունենան կայուն գիտելիքներ եւ նաեւ լրացուցիչ աշխատանք իրականացնող սովորողներ, որ չմասնակցեն օլիմպիադային։ Մյուս 12 առարկաների ստուգատեսը կանցկացվի մինչև փետրվարի 6-ը։ Դրան կհաջորդի հանրապետական փուլը, որտեղ հաջողելու դեպքում աշակերտները կխրախուսվեն դրամական պարգևով։ Աննա Մելքումյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։ Այս հարյուրամյակն իրար հետ կգնանք մարզերում համերգներ կտանք, նաև քաղաքում կտանք համերգներ։ Հերթական շրջագայությանը միշտ պատրաստ, ոչ մի դեպքում դժվարություն չտեսնող մայստրոյի աշխատասենյակում մարդիկ հավաքվել են նրան 85-ամյակի կապակցությամբ շնորհավորելու։ 85-ից 65 տարին հանրային ռադիոյում անցկացրած երգի վարպետն ամենակարևոր խոստումն է տալիս։ Իր 100-ամյակը եւս միասին ենք նշելու։ Այս տարի մայստրո ջան 3 հատ 100-ամյակն են։ Արամ Բերանգուլյան, հանրային ռադիո Խաչատուր Ավետիսյան։ Սպասի, որ իմ 100-ամյակն ես այդքան կապ։ Դա այս տարի չի։ Իսկ այսօր դեռ միայն 85 տարի ապրելուց հետո Ռուբեն Մաթևոսյանը վստահ ասում է. «Ես երջանիկ մարդ եմ»։ 85-ը Ռուջիկ Մաթևոսյանն է, լավ արել որ դարձել է 85 թող հասնի մինչև 100-ի։ Ես հաստատ գիտեմ որ նա կհասնի 100-ի, որտեղ ես ընդամենը 65 տարեկան եմ։ Ռուբեն Մաթևոսյանը 65 տարեկան է։ Ես շատ ուրախ եմ այդ իմ ապրած կյանքի համար, այդ 65 տարիների համար։ Եվ երջանիկ, որովհետև ես այն անսամբլում, որտեղ ծնվեցի իբրև երգիչ, արդեն 30 տարի աշխատում եմ իբրև գեղարվեստական ղեկավար եւ իմ տարիների փորձը փոխանցում եմ նաեւ երիտասարդ սերունդներին։ Դու ինձ համար սիրող աղբյուր, ես քեզ համար գուցե ոչինչ։ Հայ երգի արքա դարի ձայն Ռուբեն Մաթևոսյանն ասում է խելոք երեխա եմ եղել, բայց արել եմ միջարաճճիություն, որը փոխել է կյանքի ընթացքը։ Ինքն իրեն ամենամեծ շնորհակալությունը հենց այդ անկարգության համար է հայտնում։ Անկարգ մարդ չեմ եղել, բայց մի օր անկարգություն ցույց տվեցի իմ բարեկամը Արաքսի Գյուզատյանի տանը, հեռախոսի մոտ տեսա ուրեմն գրքույկ, որտեղ գրված էին անուններ, որոնք ինձ համար երկնային հասկացողություններ էին։
ու այդ անունները կարդալուց ես տեսա առաջիններից մեկը Արամ Մերանգուլյան։ Վա, մտածեցի, էսա որ կա, ես զանգահար եմ իրան։ Եվ ուրեմն համարձակություն ունեցա հեռախոսով ոչ թե խոսել, այլ պարզապես երգել, թե ով էր ինձ թելադրել, չգիտեմ, ես շատ քաշված տղա եմ եղել։ Եվ ինչ, ես մի առաջին երգը երգեցի, դու իմ ուսանես։ Առանց քեզի երգել չեմ կարող։ Դեռ երեխա Մաթևոսյանը սպասում էր, որ Մերանգուլյանը պարզապես կախելու է լսափողը։ Փոխարենը լսեց էլի երգիր հրահանգը։ Այն կրկնվեց 15 անգամ։ Ասեց, երիտասարդ, դուք ուրիշ երգ գիտեք, ասեցի իհարկե, կարող եք երգել, այո, նա ինձ 15 երգ երգացրել, բարձրացանք 4 հարկ եւ յուրաքանչյուր հարկը բարձրանալով մտածում էի, այս աստիճաններով բարձրացել են մեր մեծերը, ինձ էլ է բախտ վիճակվել այս աստիճանները տեսնել։ Այսպես Ռուբեն Մաթևոսյանը եկավ ռադիո ու դարձավ ոչ միայն Հայաստանի ռադիոյի, այլ հենց Հայաստանի ձայնը։ Այստեղ անցկացրած 65 տարիների ընթացքում մայստրոն 900 երգ ձայնագրեց։ Դրանցից 700-ն այսօր թվայնացված են հասանելի հանրային ռադիոյի ձայնադարանում Ոսկե ֆոնդում։ Դա ավելին է, քան հաղթանակը։ Ես շատ երջանիկ մարդ եմ, որ ինձ հաջողվել է այդքան երգ երգել։ Մասնակցեցի շատ հազարավոր համերգների, եղա արտասահման, զգացի արձագանքը Սփյուռքի եւ գիտակցեցի, որ ինձ ընկալում են իբրև ձայն Հայաստանից եւ շատ ուրախ եմ, որ այդպես են ընկալել։ Հանրային ռադիո չէր լինի առանց ձեզ։ Այսօր դուք մեր ընկերության, մեր մեծ ընտանիքի նահապետներից մեկն եք եւ առաջնորդներից մեկն։ Շնորհակալ եմ։ Եվ դրան դուք վաստակել եք հենց ձեր տաղանդի ու աշխատանքի շնորհիվ։ Եվ մեր ժողովուրդը դա է գնում։ Դե ես մինչև վերջ պետք է խմեմ։ Կենացների հասեատերն ընդունում է դրանք առանց ավելորդ համեստության։ Կյանքով ու գործով վաստակել է մեծարանքի բոլոր բառերն ու փոխադարձում է դրանք թողած ժառանգության պես մեծ սրտով։ Ինչ ասեմ, ես 85 տարի հենց այնպես չեմ անցել եմ մաքարելով, անցել եմ դժվարությամբ, բայց անցել եմ հպարտությամբ ու ինչու համար, որովհետև ես ունեցել եմ մի հզոր հենարան, որի անունն է Հայաստանի հանրային ռադիո։ Ուրեմն շնորհակալություն ձեզ, որ հանդուրժում եք ինձ եւ դե երևի մի քիչ էլ ավել կհանդուրժեք։ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդիկների անսամբլը, հանրային ռադիոյի աշխատակիցները, Ռուբեն Մաթևոսյանի ընկերներն ու հարազատները, որոնք 85-ամյակի կենացն էին խմում, արդեն իսկ հրավեր ունեն։ Հավաքվում ենք 15 տարի անց մայստրոյի ծննդյան 100-ամյակին։ Հունվարի 5-ի երեկոյան ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց բնակարանային գողության վերաբերյալ։ Քաղաքացուն այդ մասին տեղյակ էր պահել եղբայրը, որը տեսախցիկի միջոցով տեսել էր, որ մտել ու գողացել են 2 հեռուստացույց։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մեկնեցին դեպքի վայր։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած անհրաժեշտ գործողություններից հետո քրեական ոստիկանները համագործակցեցին համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ։ Պարզվեց, որ հիշյալ գողությունը կատարել են Ստեփանավանի բնակիչ 36 եւ 37 տարեկան երկու տղամարդիկ։ Երկուսն էլ հայտնաբերվեցին Ստեփանավանում, ձերբակալվեցին ու տեղափոխվեցին քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։ Երկուսն էլ խոստովանեցին արարքը։ Գողացված հեռուստացույցներից մեկը հայտնաբերվել է, հանգամանքները պարզվում են։